Տիկին Վարդանյան, Ջահերով երթի հետ կապված քննադատություններ են արդեն իսկ հնչում եւ այսպիսի ձևակերպումներ կան, որ Ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին, այդպես է նշում, ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Երեկվանից այս արշավը ինչով եք բացատրում։ Ձեր հղումը կատարած կարծեմ իշխանական մամուլի կամ իշխանական համարում ունեցող մամուլից էր տարածումը ու հարց կա ինչ տեղեկությունների են տիրապետում։ Թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք Ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ. Ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը Ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին Հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր է եղել Թուրքիայի համար։ Այսինքն այս պահանջի կատարումը նաեւ Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար Ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետեւ հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները։ Այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հույսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։